Եվ էլի ես ուզում եմ ասել, ոնց որ խոսում ենք նոր տեխնոլոգիական ոլորտում զարգացումների մասին, էլի շատ սովորական բան է, հա, 2026 թվական Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով։ Հա, դե գագաթաժողովը տեղի ունենալու, ինչ կա որ աշտանը տեղի ունենալու կենսաբազմազանության COP17 համաժողովը, հա դե COP17, հա, լավ, օքեյ, տեղի ունենալու, բայց կործանվում ենք։ Nvidia-ն եւ մյուս ընկերությունները 500 միլիոնի ներդրում են անում, ներդրում չկա Հայաստանում, ոչ մի ներդրումները Հայաստանից փախնում են։ Եվ այլն եւ այդ ընդ որում ուզում եմ ընդգծել, որ COP17 Հայաստան եկել է քվեարկության արդյունքում։ Այսինքն սովորաբար երկրները պայմանավորվում են, բայց այս դեպքում այնպես է ստացել, որ պայմանավորվածության չի հաջողվել հասնել եւ Հայաստանի տեխնացությունը մի քանի այլ տեխնացությունների հետ դրվել է քվեարկության եւ Հայաստանի Հանրապետությունը այդ քվեարկության արդյունքներով հաղթել է։ Իհարկե եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի դեպքում մի փոքր այլ էր իրավիճակը այնպիսին էր, որ էլի երկրներ կային տեխնացուներ, բայց այդ երկրներն էլ իրենց հերթին պաշտպանեցին Հայաստանի տեխնացությունը եւ ես ուզում եմ նաեւ նրանց շնորհակալություն հայտնել այդ վերաբերմունքի համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։